You're watching Caucasus Now. I'm Orkan Amashov. In this episode, we're doing something quite different from what we have done before. But before explaining how, allow me a brief prelude. A lasting peace between two nations requires more than the signing of a treaty or the formalization of diplomatic ties. Positive peace is not merely the absence of war, it demands sustained interaction, comprehensive normalization, and above all, a shared will to move forward. Azerbaijan and Armenia have made substantial progress towards the conclusion of a peace agreement. As of the 13th of March 2025, negotiations on the draft agreement on peace and interstate normalization have been concluded, yet the mutually acceptable conditions for its signature are still not fully in place. This brings us to a deeper and perhaps more difficult question. Are the peoples of Armenia and Azerbaijan ready for peace? Or perhaps the real question is whether there exists a fundamental desire for peace, a choice in favor of long-term reconciliation over the perpetual continuation of enmity. In this special episode of Caucasus Now, we turn to the streets of Yerevan and Baku. We listen to the voices of ordinary people to understand how peace is imagined, hoped for, or resisted in the hearts and minds of those who have lived with the consequences of war. Let us listen and try to understand. Չի կարա լինի այստեղ խաղաղություն, որտեղի ֆեյք գաղափար է, մանա, ինչ որ կուտ է, էլի, չգիտեմ ոնց եք թարգմանում, զբաղացնում են մարդկանց։ Խաղաղությունը լինում է ուրիշ ձև։ Բայց այն ինչ որ մենք տեսնում ենք հիմա, դա խաղաղություն չի, խաբեություն է։ A-News ասացիք։ Ինձ համար բոլոր ազգերն էլ ազգեր են, բայց ամեն ինչը չափ ու սահման ունի։ Երբ որ ինչ որ մի բան քոնը չի, դա քոնը չի, ես համարում եմ, որ ամեն մարդ պետք է ունենա թասիբ, նամուս, այսինքն չափի զգացողություն։ Եթե սա իմս չի, ես վերցնեմ, ես գող եմ, ճիշտ է։ Չեմ ուզում բնորոշեմ, որ իրանք ինչեր են անում, ադրբեջանցիներին, թշնամաբար կարող եմ ասել, չեմ վերաբերվում, բայց լավ էլ չեմ վերաբերվում։ Մահ չեմ ուզում բացարձակ, ոչ մի ձևի մահ չեմ ուզում, պատերազմ չեմ ուզում։ Կուզեի, որ մարդիկ հասկանային, որ դարձի գային, ամենաճիշտը դարձի գային, որ Աստծո առաջ բոլորս հավասար ենք։ Այսօր մի փոքր հողի համար չի կարելի կյանք խլել, ինչ որ ամեն ինչը ուրանալ, գերեզման քանդել եւ այլն եւ այլն։ Դեմ չեմ թող ապրեն այդ մարդիկ, բայց վերցնեն իրանցը, այն ինչը որ իրանցն է, ոչ թե ուրիշինով դառնան իրանք։ Ես հուսով եմ դուք ինձ հասկանում եք, ես նույնիսկ հիշում եմ փոքր ժամանակ, երբ որ ադրբեջանցիները Հայաստանում ապրում էին, իրանք մեծ ձմերուկներ էին վաճառում, ես անգամ նկար ունեմ իրանց հետ, որ իրանք ինձ նստացրեցին այդ իրանց ձմերուկի վրա ու նկարեցին։ Չեմ կարող ուրանալ, լավ մարդիկ էլ շատ կային, հարևաններ ունեինք ադրբեջանցի, բայց ոչ մեկ ապահովագրված չի այսօր, որ այդ լավ մարդիկ կարող են հոսքի տակ չընկնեն ու նորից նույնը չկրկնվի։ O qədər yaralar qoyublar ki, onlar bizim ürəyimizdə. Yəni mənəvi olaraq, mənəvi düşünsək, məncə nə bilim, hardasa siyasət tərəfdən baxsaq yaxşıdır. Amma mənəvi olaraq özümüzün dəyərlərimizi fikirləşsək, bizə çəkdirdikləri o acılar, onlar yəni dərin yaralar buraxıb da məncə. Իմ համար ցավոք ես չեմ կարծում, որ մենք կարող Ադրբեջանի դառնանք ոսկի համաձուլվենք, էլի պրոցեսովա կառավարությունը տանում դրան, բայց ամեն դեպքում մեր ազգը քիչ թասիբով ազգ է, էլի չեմ կարծում, էլի որ գնա հետևից։ Նու առաջ Աստված, չգիտեմ։ Չգիտեմ, մտածելը պետք, բայց ամեն խնդիր լուծում ունի։ Մի լավ որ մտածեն, ինձանից խելացի մարդիկ հաստատ լուծում կգտնեն։
սիրում ենք խաղաղություն։ Մենք խաղաղություն ենք առաջարկում, Ադրբեջանը կռիվ է առաջարկում։ Տալիս է պանյակ, որ բաներ է դնում դերներս, որ եթե չլնի հետի, պատրաստ կլնի։ Պատերազմը լավ չի, վաղը մյուս օրը կարող է պատերազմը լինի, պրոբլեմ առաջանալ, կարող է լավ չլինի։ Հետո հիմնականը Ադրբեջան, Արմենիա, հետո լավ չի вообще։ Նու ոնց որ ադրբեջանցիները ստեղ են եղել, այն ժամանակ որ խաղաղ ապրում են, բայց այնքան հարամ եղավ, էլ հնարավոր չի։ Իմ կարծիքը դա չի ստացվել, ինչ ասել, չի ստացվել։ Չգիտեմ, բայց ռուսների հետ իշքան մոտիկ ենք, էլի ժողովուրդը, թեկուզ ուկրաինացի, թեկուզ բելարուս, բայց դրանց հետ էլ չի ստացվել։ Մարդասպանություն է եղել, իրար տվես սպանել են, էլ ոնց կստացվի, այդքան գերիներ ունենք ընդեղ, բա։ Դժվար է, մենք դրանց հետ միտեղ շատ դժվար է համատեղվելը։ Նույնիսկ բարևել դեռ չեմ ցանկանա իրանցել, ասենց ասեմ։ Yəqin müqaviləsi bağlansa yaxşı olar. Yəni müharibə olmaz, ən azı sabitlikdir, sakitlik olar. Hər bir şəxs yaşayırıq Azərbaycanda, gözəl bir dövlətimiz var. Hər şey yaxşı olar inşallah. Hər iki tərəf üçün bu çox önəmli bir addım olar. Mənə elə gəlir. Həm onlar üçün, həm bizim üçün çox önəmli olar bu. Հայրենոց են ասում աջենսը։ Հույսով ենք լավ կլինի, լավ հույսեր ենք պահպանում։ Խաղաղություն Ադրբեջանի հետ։ Խաղաղությունը մի քիչ դժվար կլինի։ Չի լինի խաղաղություն։ Կլինի, կարող է եւ լինի։ Եթե ոչ մի տարածք չհազնենք, լրին նույնը լինի, շատ լավ կլինի։ Եթե տարածքերը պետք է հանենք թուրքերին, դա պետք չէ խաղաղությունը մեզ։ Հա, ինչքան մեր տարածքը կա, պահպանենք, այդ խաղաղությունը էլի հնարավոր է լինի։ Բայց եթե նորից վերցրածը չի տա։ Դժվար վերցրածը։ Ինչքան մեզ տարածք ունենք, պահպանվի, համաձայն ենք խաղաղության, խաղաղությունը սխալվում չի։ Խաղաղությունը բոլորին է բոլոր։ Կանցնի 30 տարի, թե հայերը, թե ադրբեջանցիները իրանց հարց կտան իրար։ Ինչու համար պատերազմ արեցին, ինչու համար զոհվեցին, անուն ինչի։ Այդտեղ հարցեր շատ կբա, հարցեր շատ կա այդ հարցերի մեջ, որը կարող է անդադ խորանալ։ Պատերազմը շատ վատ բան է, բայց պետք է հասկանալ սկիզբը պատերազմի եւ վերջը։ Մենք հարևաններ ենք, պետք է իրար հետ ոչ մեկ, ոչ էլ ադրբեջանցիները հեռու չեն փախնելու։ Խաղաղությունը բարդ գործընթաց է, միանվագ ասել, որ այվաղը կստորագրենք ու խաղաղություն կլինի, դա մոտ չի իրականությանը։ Կապրենք, կտեսնենք։ Հաջորդ увидим։ Çox gözəl dəyərləndirirəm və başa düşürəm ki, bu gələcəkdə Azərbaycan üçün bir coğrafi məkan olaraq qonşu ölkədir. Yəqin ki, müharibəni dayandırsaq yaxşıdır. Մեր կառավարությունը իհարկե ձգտում է խաղաղության, եթե կարողանա պայմանավորվի Ադրբեջանի հետ, կկնքեն պայմանագիր, խաղաղության պայմանագիր։ Եթե իհարկե Ալիևն էլ համաձայնվի ու այնպիսի պայմաններ լինի, որը լինի երկու կողմի համար էլ ընդունելի։ Ոչ մի ձև չեմ պատկերացնում նման բան։ Եղել է, կա հիմա ու լինելու է միշտ։ Դա միշտ լինելու է հավերժական է։ Թշնամությունը միշտ լինելու է, միշտ։ Այդքան է։ Ես Ադրբեջանի հետ խաղաղության հնարավորություն չեմ տեսնում ընդհանրապես սկզբունքորեն, որովհետև Ադրբեջանը դա նույն Թուրքիան է, Թուրքիայի նպատակը
ուրեմն Թուրանի վերականգնումն է։ Թուրանը իրենից ներկայացնում է Ուրալից մինչև Ալթայյան լեռներ ընկած տերիտորիան եւ նրանք պետք է անցնեն Հայաստանի վրայով։ Հայաստանը եւ հայերը սկզբունքորեն իրենց խանգարում են։ Մենք հարևաններ ենք, մենք պետք է հարևանների նման ապրենք։ Ոնց ես բացատրեմ, որ ավելի երկար տարի թշնամիներ ենք եղել, տարբեր հայացողություններ, բայց ոնց էլ որ հիմա ոնց էլ որ հարևանություն պետք է անենք հարևանների հետ։ Իմ կարծիքով ես տենց եմ գտնում ճիշտ է։ Նորմալ չեմ վերաբերվում, որովհետև խառ վիճակ է ու հաստատ կյանքում չեմ ընդունի Ադրբեջանը, դաժե եթե ասեմ, որ ուզում ենք համերաշխ ապրենք, որովհետև իրանք համերաշխությունը ուղղակի չգիտեն ինչ է։ Bir ana kimi mən heç nədən keçməzdim. Bir ana kimi keçməzdim. Amma gələcək var da, gələcək nəsil var. Bunu dövran göstərər. For now, I guess it's not that aggressive as it was 5, maybe 10 years ago, because I've seen a lot of videos with Pashinyan and Aliyev, who's drinking coffee and talking peacefully, I guess. But I don't know about. But for now, I guess it's not that aggressive as it was before. Ինչ-որ ժամանակ խաղաղ ապրել են իրար հետ մարդիկ, էլի կարան իստվամա, մի անգամ էլ կարան խաղաղ ապրեն։ Պրոստը ինչ-որ մի հատ բան կա, որ չեն կարամ, ոչ են մեկը են մեկին զիջման գնա, ոչ են մեկին զիջման կամ չգիտեմ, տենց ինչ-որ մի հատ պահա, որ բայց դա այսքանից հետո ինձ թվում է խաղաղություն ագին ժամանակ դժվարանալու։ Խաղաղություն լինի, չէ դա չի լինի, թուրքերի հետ խաղաղություն չի լինի, թուրքերի հետ, ադրբեջանցիների հետ, չի լինի, երբեք չի լինի, խաղաղություն չի լինի։ Խաղաղությունը մեր բոլորին պետք է, եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի, եւ հուսով եմ, որ խաղաղության պայմանագիր պետք է կնքվի անպայման։ Պատերազմը լավ չի, ոչ մի լավ բան չի խոստանում։ Մենք տեսել ենք այդ պատերազմի ծանրությունը, գիտենք, այդ թվում բոլոր հանրապետություններն էլ գիտեն։ Եկեք վերցրեք Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, տեսնեք ինչ է կատարվում։ Այնպես որ խաղաղություն ամենաճիշտ բանն է։ Պետք է պայմանագիր կնքի խաղաղության։ Azərbaycan hələ 30 il öncə Azərbaycanın torpaqlarını işğal eləmişdi və biz BMT nizamnaməsinə görə öz torpaqlarımızı azad eləmək hüququna malikik və bunu etdik. Amma heç vaxt bilirsiniz tarixdə qalib dövlət sülh tərəfdarı olmur. Amma bəlkə də Azərbaycan burada unikal bir dövlətdir ki, ilk dəfə sülh təşəbbüsü ilə çıxış elədi. Çıxış elədi ki, artıq bizim torpağımız bütövlənib, suverenliyimiz, ərazi bütövlüyümüz bərpa olunub. İndi gəlin sülhdən danışaq. Və çox qəribədir ki, Ermənistan hər bəhanə ilə bu sülh prosesini uzatmağa çalışır. Düzdür, açıq-aşkar deyə bilmir ki, mən sülh istəmirəm. Bunu demək mümkün deyil. Amma sülh prosesini uzatmağa çalışır. Amma görünür bir dalana dirənmək bir vaxtında bir məqamı da olur. İndi Ermənistan təbii ki dalandadır və Azərbaycanın bütün şərtlərini, o şərtlər də ki qeyri-qanuni şərtlər deyil. Hamısı BMT nizamnaməsi daxilində olan, ona uyğun olan şərtlərdir ki, Ermənistanın konstitusiyasında bizə qarşı ərazi iddiaları var və bir də ki artıq heç vaxt funksiya göstərməyən bir grup vardı. O zaman lazımsız, mənasız bir grup vardı. Avropanın grubun adı yadımdan o qədər fəaliyyətsiz olub ki, adı da yadımdan çıxıb. Minsk qrupu, bəli, Minsk qrupu, bəli. Onun ləğvi, yəni artıq münaqişə yoxsa, konflikt yoxsa bu Minsk qrupunun
fəaliyyəti tam gərəksiz bir şeydir. Formal, həmişə onsuz da formal olub. Amma indi de facto bu ləğv olunmalıdır. Well, it looks like both in Armenia and Azerbaijan, there are those who believe that peace is the only viable path, that its absence or continuous existence of those obstacles impeding the process not only delays the progress, but compounds the risks and creates some form of new dangers with each passing day. And there are others who feel that entrenched hostility will never give way to normalized civil relations between these two countries. What is clear is that these views, to a large extent, are shaped by the realities forged in the aftermath of the 2020 war and the developments of September 2023, when Azerbaijan completed the process of restoring its sovereignty over the remainder of Karabakh. Well, peace is more than a treaty. I think that's very clear to everybody. It's a mindset, it's a disposition. One does not need an entire population to be fully ready, but without a fundamental desire, without a collective will in favor of peace, no formal agreement will ever truly endure. Of that, there's no doubt. You've been watching Caucasus Now, and see you very soon.